Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ավանեսյան։ Տիկին Ավանեսյան, գիտեմ, որ վերջին շրջանում հիմնականում խոսել եք հենց առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին եւ այս մասին հարցերը կարծես թե արդեն հոգնեցնող են, բայց ամեն դեպքում չենք կարող շրջանցել այդ հարցերը։ Կարելի է ասել առողջապահության համակարգում սպասվում են այսպես հեղափոխական փոփոխություններ եւ գիտենք, որ նաեւ մեր հասարակությունը շատ դժվար է գնում փոփոխությունների Վերջին օրինակը կարող ենք տրանսպորտի օրինակը բերել, թե ինչքան բարդ տրվեց այդ տրանսպորտային համակարգի փոփոխությունները, բայց սա ավելի գլոբալ բանի մասին է խոսք գնում, առողջապահության համակարգի մասին։ Ինչ է կարծում ընդհանուր առմամբ թե համակարգը, թե հասարակությունը պատրաստ է այս փոփոխությանը եւ ինչու որոշեցիք գնալ դրան հենց հիմա։ Դե նախ որովհետեւ սա մեր կառավարության ծրագրով նախատեսված ամենակարևոր ծրագրերից է։ Առողջության ապահովագրության համակարգը անդրադառնում է բոլորին, մեր ողջ բնակչությանը եւ անձի համար իր առողջությունից, իր հարազատների առողջության մասին հոգ տանելուց ավելի կարեւոր շատ քիչ հարցեր կան եւ պիտի նշեմ, որ նախ պետք է հարցումներին նայել, որպեսզի հասկանանք մարդկանց ընկալումները այս բարեփոխման հետ կապված, մեզ համար շատ ուրախալի էր, որ վերջին ամերիկյան համալսարանի կողմից իրականացված հարցումներով բնակչության 83%-ը դրական վերաբերմունք էր արտահայտել եւ սպասում են բարեփոխմանը։ Սա կարծում եմ շատ լավ ցուցանիշ է եւ պիտի ասեմ, որ այս տենդենսը աճողական է։ Եթե 3 տարի առաջ 70%-ն էր դրական արձագանքել, ապա մենք տեսնում ենք հիմա ավելի մեծ թվով։ Պիտի ասեմ, որ սրա համար հիմք է ծառայել նաև վերջին տարիների պետական պատվերի ծրագրի ահռելի ընդլայնումը, որովհետև շատ մեծ նոր խմբեր են ներառվել, շատ ավելի մեծ թվով մարդիկ ստացել են այդ ծառայությունները եւ սա էլ վստահության հավելյալ աղբյուր է, որ այո, իհարկե նման մեծ բարեփոխումները հեշտությամբ չեն տրվում, բայց մենք պիտի այս ուղղությամբ գնանք եւ սա է մեր ոլորտի զարգացման գրավականը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ սա ոչ միայն քայլ է համակարգի բարեփոխման տեսանկյունից, այլ նաև ընդհանուր առմամբ ազդակներ են եղել նաև հանրությունից, որ հանրությունը պատրաստ է եւ կամ ուզում է գնալ այդ բարեփոխմանը։ Միանշանակ իհարկե եւ սա էլ մեզ համար չափազանց կարեւոր էր, որ այս երկխոսությունը, որ մենք այս 2-3 տարիների ընթացքում տանում էինք եւ նաեւ լսելով հանրության պահանջները, առաջարկները, դիտողությունները, մենք շատ վերանայումներ ենք արել։ Այստեղ էլ մենք հավատում ենք, որ բարեփոխման թե մոդելավորման եւ թե հետո էլ ամենակարևոր կետերից մեկը լսել քաղաքացիների կողմից բարձրացած հարցերը։ Հիմա հունվարի 1-ից կներդնենք, այն 3 տարվա մեջ է ներդրվելու, այսինքն 2029 թվականին արդեն մեր ողջ բնակչությունը կներառվի ապահովագրության համակարգում։ Եվ նաև այս փուլային ներդրումը արվել է, որ մենք ընթացքում էլ նոր համակարգի ի հայտ եկած խնդիրները, այնպիսի իրավիճակներ, որոնք որ հայտնի չեն եղել, ընթացքում շտկելով, ուղղելով, փոփոխելով առաջ գնանք։ Տիկին Ավանեսյան, գիտենք, որ առաջի փուլը հստակ վերաբերվում է որոշ տարիքային խմբերի եւ կամ սոցիալական խմբերի եւ ընդդիմություն չէր լինի, եթե այս իմաստով քննադատություններ չհնչեին, բայց եթե մի կողմ թողնենք ընդդիմությանը, նաեւ ընդհանուր առմամբ ինչու եք գնացել նման որոշման եւ ինչ սկզբունքներով են ընտրվել հստակ տարիքային խմբերը, նաեւ կուզենամ մի փոքր մանրամասնեք, թե ինչ հիվանդությունների մասին է խոսք գնում, ինչ վիրահատությունների մասին է խոսք գնում, այսինքն նաեւ ինչպես են ընտրվել այդ հիվանդությունների ցանկը, որոնք պիտի պարտադիր ներգրավեն համակարգում եւ նաեւ մի փոքր որպեսի տարընկալում չլինի, նաեւ հասկանանք ինչ պարբերականությամբ քաղաքացիները կարող են դիմել այս կամ այն խնդրի դեպքում, այսինքն երբ ուզեն կարող են դիմել, թե սա հստակ պարբերականություն ունեցող այսպես ցիկլ է ենթադրելու։ Նախ խմբերի մասով ասեմ, որ երբ որ դեռ որոշումը չկար 65+ տարիքի անձանց ներառելու, հենց շատ քննադատներ ասում էին, որ ինչու եք այս խմբին ներառում, որովհետև նրանք ըստ էության ամենամեծ կարիք ունեցողներն են, համակարգը ծանրաբեռնվելու է եւ այլն, բայց մենք շատ հստակ մեր այսպես քաղաքականությունը հենված լինելով մեր բնակիչների շահերի վրա տարել ենք եւ ներառեցինք 65+ տարիքի անձանց հենց առաջին տարում։
որտեղ կարծում ենք, որ այս մարդիկ էլ տարիներով սպասել են, ակնկալել են տասնյակ տարիներ եւ ինչ որ մի պահի պետք է գնալ այդ փոփոխությանը։ Հետո հենց ընդունեցինք 65+-ը, շատերը սկսեցին, բա ինչու եք 65-ը ընտրել, ընտրեիք 60-ից հետո եւ այլն եւ այլն։ Սա էլ է, իհարկե, ընտրությունը խմբերի իհարկե կապված է առաջնահերթություն տալով երեխաներին, սոցիալական կարգավիճակ ունեցող խմբերին եւ մեր ավակ սերնդի ներկայացուցիչներին, բայց այստեղ էլ պիտի հասկանանք, որ բյուջեի շրջանակներում պիտի կարողանանք տեղավորվել եւ այս ընթացքում էլ պետական պատվերի ավելացումը միշտ սկզբունքով է արվել նախ երեխաներին եւ ամենախոցելի խմբերին պետության աջակցությունը, պետության հոգացությունը ապահովելը։ Ինչ վերաբերում է փաթեթի շրջանակներին, ինչպես են ընտրել այն հիվանդությունները, վիճակները, որոնք որ ներառվելու են։ Նախ վերլուծել ենք Հայաստանում հիվանդացության եւ մահացության բեռը։ Ինչից են մարդիկ ամենաշատը ուրեմն ցավոք սրտի մահանում։ Ինչից է որ կորցնում են իրենց առողջությունը, հաշմանդամություն են ձեռք բերում։ Եվ առաջնահերթությունը հենց տվել ենք այդ ուղղություններին։ Օրինակ, սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետ, տրավմաներ եւ այս հիվանդությունների շրջանակում կառուցել ենք մեր փաթեթը։ Դիմելու պարբերականություն, այո, կա սկրինինգների, կանխարգելիչ փաթեթի մասով, բայց ըստ էության փաթեթում ներառված օրինակ հիվանդանոցային բուժօգնությունը հասանելի է ըստ կարիքի, եթե մարդը ունի այդ կարիքը, ապա նրան բուժօգնությունը հասանելի կլինի։ Բայց այստեղ էլ պիտի շատ գրագետ մոտենանք եւ ուղին թե ինչպես է ստանում ծառայությունները եւս շատ կարեւոր է։ Այսինքն պլանային դեպքերի մասով մենք պետք է պոլիկլինիկա ամբուլատորիա այցելենք եւ հետո արդեն ուղեգրով գնանք հիվանդանոցային օղակից ստանանք բուժօգնություն։ Այն մարդիկ, ովքեր այսօր պետպատվերով ստանում են, ըստ էության արդեն շատ սովոր են այս ուղուն եւ վստահաբար առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մեր քաղաքացիներն էլ արդեն շատ ավելի իրազեկված կլինեն այդ ճանապարհը ինչպես պետք է անցնեն։ Տիկին Ավանեսյան, վստահ եմ դուք էլ նկատած կլինեք հանրային ընկալումներում, եթե որևէ բան փոխվել է, իհարկե դուք ինձ կուղեք, բայց հանրային ընկալումներում կա նման միտում, որ հիմնականում բժշկի դիմում են ոչ թե հիվանդության առաջին փուլում կամ հենց զարգացման փուլում, այլ վերջնական փուլում, ժողովրդական լեզվով ասած, երբ որ դանակը արդեն հասնում է ոսկորին։ Հիմա այս ապահովագրության համակարգը ինչ է կարծում, գալիս է նաև փոխելու այդ ընկալումները եւ մարդիկ վերաբերմունքը այդ առումով կփոխվի առողջությանը եւ նաև շեշտը դնելով կանխարգելման վրա, ոչ թե վերջնական փուլում, երբ որ հիվանդությունը արդեն վերջնական ծանր փուլում է, նոր գնալ դրա բուժմանը։ Ես վստահ եմ, որ այո, պիտի փոխի։ Եվ ինչու, որովհետև դրա տակ էլ կան գիտական ուսումնասիրություններ։ Եվ մարդիկ շատ դեպքերում իրենց առողջապահական կարիքները հետաձգում են դրանց բավարարումը, որովհետև ունեն մտահոգություններ, որ եթե գնան կանխարգելիչ բուժզնման, ինչ կհայտնաբերվի։ Հետո դրա հետ ինչպես պետք է առնչվեն ֆինանսական առումով եւ մեր քաղաքացիների մեծ մասն էլ չի կարողանում օգտվել անհրաժեշտ բուժօգնությունից այն ժամանակ, երբ որ այդ բուժօգնությունը ամենածախսարդյունավետն է, այսինքն շատ ավելի վաղ փուլերին է ուղղված, որովհետեւ խնդիրներ ունեն ֆինանսական եւ այս ապահովագրական համակարգը հենց նաեւ այս հարցին պիտի լուծում տա, որ մենք կանխավճարային փոքր գումարներ վճարելով, իսկ մեր նաեւ պետության կողմից ապահովագրվողների պարագայում պետության կողմից այդ գումարները վճարվելով, երբ որ ունենում ենք կարիք, ապա չվախենանք բժշկի գնալուց։ Բայց այստեղ նաև մշակութային, կրթական ասպեկտներ էլ կան իհարկե, եւ մենք նաև պիտի սովորենք մեր առողջության մասին հոգ տանել առողջ ժամանակ։ Սա էլ շատ կարևոր է եւ մեր փաթեթի ուղղություններից ամենակարևոր փոփոխությունը հենց կանխարգելիչ սկրինինգներն են, կրծքագեղձի սկրինինգը, կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգը, ՄՊՎ տեստավորումը, շաքարային դիաբետի սկրինինգը, զարկերակային ճնշման սկրինինգը, այսինքն այս ծրագրերը 2029 թվականից դառնալու են որպես պարտադիր ապահովագրության փաթեթը ակտիվ պահելու համար։ Այսպես մի կողմից հնարավորությունը ընձեռում ենք, խրախուսում ենք, ինչ որ մի պահի նաև դա դառնում է ապահովագրության պարտադիր մաս, որ եթե այդ տարվա ընթացքում
անհրաժեշտ կանխարգելիչ բուժումը չանցնես, ապա ապահովագրական փաթեթը կսառի, մինչև որ լրացնես քո անհրաժեշտ հետազոտությունները։ Այսինքն դա հավելյալ մղիչ է լինելու խթան, որ ամեն դեպքում մարդիկ գնան եւ ավելի ուշադիր լինեն իրենց առողջությանը։ Այո, իհարկե։ Տիկին Ավանեսյան, նաև վճարների մասով, տեսեք, քիչ չեն այդ իմաստով էլ քննադատությունները, օրինակ հանրության մի շրջանակել կա, ասում է ինչպես թե մենք վճարենք, մյուսները օգտվեն այդ համակարգից։ Հիմա որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է լինելու վճարումը, ինչ համակարգով, որքան է լինելու եւ ինչպես է օրինակ շահառուն հասկանալու, որ ինքը ընդգրկված է այդ համակարգում, եւ կամ գոնե այս փուլում ընդգրկված չէ, ինչպես պիտի տարանջատել, զանազանել եւ նաև ինչ գումարների մասին է խոսքը։ Փաթեթի արժեքը տարեկան 129,600 դրամ է, ամսական 10,800 դրամ։ Եվ սա այս արժեքը ամեն անհատ վճարում է ինքն իր փաթեթի համար։ Այսինքն մենք ոչ մեկի փոխարեն չենք վճարում, մենք վճարում ենք մեր փաթեթի համար։ Պետությունը վճարում է իմ նշած այդ խմբերին մինչև 18 տարեկան 65+ եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողների համար պետությունը կվճարի նրանց ապահովագրավճարը։ Այո, այդ վճարումներն էլ իրականացվել են մեր բոլորի կողմից վճարված հարկերի շնորհիվ։ Այստեղ միանշանակ այդպես է։ Եվ ուրեմն այս մասով էլ շատ կարևոր է, որ մենք լսելով հանրության դիտարկումները, որ օրինակ եթե մարդը որևէ սոցխմբի չի պատկանում, տարիքային շեմի այս մեջ չէ եւ չի ուզում աշխատել, ինչու պետք է աշխատող մարդը իր փոխարեն վճարի։ Եվ սա շատ ճիշտ դիտարկում էր։ Մենք երկար քննարկումներից հետո հենց այս սկզբունքն էլ ներդրել ենք մեր բարեփոխման մեջ։ Այսինքն հետագայում էլ հաջորդիվ խմբերը որ մտնեն, մենք այդպիսի կատեգորիա չունենք, որ գիտեք, ես չեմ աշխատում, եթե անձը 18 լրացել է, 65 տարեկան չկա, հաշմանդամություն չունի, սոցիալական անապահովության միավոր չունի, ուրեմն պիտի իր վճարները իրականացնի։ Սա շատ կարևոր նաև արդարության սկզբունքից է բխում։ Եվ քիչ չեն նաև խոսակցությունները, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը դեռևս այսպես կայացման փուլում է եւ կամ որոշները անգամ պնդում են, որ չի կայացել, տապալել եք այդ իմաստով, հիմա նաև ասում են, այս մի բարեփոխումը ռեֆորմա ինչքանով տեղին է, որ դեռ մի ռեֆորմա այսպես լիարժեք, այսպես ադապտացիան տեղի չունեցած, անցնում ենք մեկ այլ ռեֆորմի, որն ավելի բարդ է։ Նախ ընդհանուր առմամբ կիսում եք այս քննադատությունները էլեկտրոնային դեղատոմսի համակարգի հետ կապված։ Տեսեք, նույն էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, լիցենզավորման հնգամյա շրջափուլի որոշումը, որակի կառավարման համակարգեր ներդնելու որոշումը եւ բազմաթիվ նման որոշումներ եղել են նաեւ այս ապահովագրական համակարգը պատրաստելու համար։ Եվ եթե մենք այդ քայլին չգնայինք էլեկտրոնային դեղատոմսերի նախորդիվ, ես այս ամբողջ շրջանը չանցնեինք, այսօր շատ ավելի դժվար էր լինելու դա միանգամից համակարգի ներդրման հետ դնել։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում այսօր ուրեմն փոխհատուցվող դեղերի մասով չկա դեղ, որը առանց էլեկտրոնային դեղատոմսի է դուրս գրվում։ Եվ ապահովագրության շրջանակում էլ, եթե դեղատունը դեղը դուրս գրի առանց էլեկտրոնային դեղատոմսի, ուղղակի չի փոխհատուցվի այդ դեղի համար։ Եվ այսինքն համակարգը աշխատելու է եւ այստեղ խնդիրներ չենք ունենալու։ Այո, այսօր էլ, երբ որ անձը իր համար է վճարում, այս մասով ունենք բաց թողումներ, այսինքն լինում են դեպքեր, երբ որ դեղատները առանց դեղատոմսի են բաց թողնում կամ բժիշկը ոչ պատշաճ ձևաչափով է լրացնում եւ այստեղ էլ հետեւողական աշխատանքով պիտի կարողանանք հասնել։ Երբ որ մենք մեր գոլեգաների հետ էլ զրուցում ենք այլ երկրների նախարարների, գիտեք, բոլոր երկրներում էլ ամենազարգացած կզարմանաք, ասենք նույն, չգիտեմ, եվրոպական տարիներով առողջապահական զարգացած համակարգ ունեցողներում էլ կան խնդիրներ նույն էլեկտրոնային դեղատոմսերի հետ եւ այլն, բայց այստեղ կարևոր է անհոգնել, շարունակել աշխատել։ Իսկ մոդելը օրինակ որպես կանոն կա երկիր, որ այդ երկրի մոդելից ենք վերցրել, թե այսպես ընդհանուր համակարգը վերցրել ենք, մշակել ենք, հարմարեցրել ենք մեր ստանդարտներին, մեր իրականությանը եւ նոր ներդրել։ Իհարկե դիտարկել ենք մի շարք երկրների փորձը, մոդելները, օրինակ Էստոնիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, որովհետև այս համակարգերը բավական մոտ էին այն իրողությանը, ինչ որ մեր երկրում կա, այսպես այստեղ էլ շատ կարևոր է, որ չվերցնես մի համակարգ որպես մոդել, որը քո երկրի հետ ընդհանրապես առնչություն չունի,
Բայց իհարկե այս օրինակների հիման վրա մենք մշակել ենք ելնելով նաև մեր պատմական փորձը, մեր առողջապահական համակարգի հնարավորությունները, տնտեսական զարգացման աստիճանը եւ այլն, եւ այս մոդելը մեր երկրի համար մշակված մոդել է, այն այսպես ուղակի վերցված եւ ներդրված չէ։ Եվ Տիկին Ավանեսյան, տևական ժամանակ է գիտենք, որ նաև պայքար է մղվում ծխախոտի դեմ, այսպես ասած, նաև այդ իմաստով օրենքի ուժով պարտադրվեց, որպեսզի խանութներում հատուկ այդ հատվածը փակ ցուցափեղկերով իրականացվի վաճառքը։ Ընդհանուր առմամբ նաև այդ իմաստով էլ քիչ չեն քննադատությունները, որ շատ են խախտումները այդ իմաստով, որոշ խանութներ անխափան այսպես վաճառք են իրականացնում, ցուցափեղկերը փակ չեն եւ այսպես շարունակ, նախ ընդհանուր առմամբ հետևել եք process-ին եւ կամ հետևում եք, թե ինչպես է ընթանում եւ նաեւ ինչպես է դա ազդել ծխողների քանակի վրա, դրականորեն, բացասականորեն ազդել է, թե չի ազդել։ Այսինքն սա դրական որևէ ազդեցություն ունեցել է։ Նախ մենք երբ որ օրենքը ընդունում էինք, հաջորդ գնահատման շրջափուլը վերցնում ենք 5 տարի հետո, որպեսզի տեսնենք ինչպիսի ազդեցություն է թողել օրենքը, որովհետև սա երկար տարիների կարծրացած մշակույթը փոխելու վերաբերյալ է այս բարեփոխումը եւ հանրային վարքագծի փոփոխությունը հեշտ չի տրվում։ Երկրորդը իհարկե մենք մոնիտորինգ իրականացնում ենք եւ երեկ էլ ես մեր գործընկերների հաշվետվությունն էի լսում մեր հանրային առողջության բաժնի այս տարի 2000-ից ավել օբյեկտներում մեր թիմը մոնիտորինգ է իրականացրել արդյունքների վերաբերյալ ուրեմն թե իրավապահ թե տեսչական մարմիններին հաղորդումներ տալու մասով այո անում ենք այդ աշխատանքը։ Ստեղծել ենք նաեւ հավելված, որտեղ քաղաքացիները կարող են նշել, թե որ օբյեկտներում է, որ խախտվում է ծխելու արգելքի մասին օրենքը։ Եվ այո բարդ է գնում օրենքի ամբողջական ներդրումը եւ հանրային վարքագծի փոփոխությունը։ Բայց այստեղ էլ չեն կարող հասնել վարքագծի փոփոխության, մինչև չլինի կանոնը։ Եվ նորից պիտի շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները։ Հաջորդ տարի ընտրական տարի է, Տիկին Ավանեսյան, եւ մենք գիտենք, որ բոլոր խոստումները քիչ թե շատ լինում են նախընտրական տրամաբանության մեջ, տեսեք ուժեր կան, որ հստակ արդեն թիրախ են վարձրել իրենց համար, կարծես թե սոցիալապես ոչ այդքան ապահով խաղվին, նույն Սամվել Կարապետյանի թիմը խոստանում է, որ եթե Կարապետյանը գա, հազարավոր մարդկանց աղքատությունից հանելու է, չեն լինելու Հայաստանում ծնողներ, որոնք իրենց երեխայի համար դեղ գնելու գումար չունենան, թեև դա իսկապես շատ կարևոր բան է ասում եւ շատ ցանկալի է բոլորի կողմից, բայց ինչպես պիտի նաեւ մատուցեք, որ այդ ամենը նախընտրական տրամաբանության մեջ չդիտարկվի եւ օրինակ չեք կարծում, որ նման խոստումներով այսպես հանդես եկող մարդիկ կարող են հաջողություն գրանցել եւ 2026 թվականին ձեզ համար լուրջ մրցակիցներ դառնալ, որովհետեւ տեսեք շատ լուրջ խոստումներ են տալիս։ Գիտեք, խոստումների մեջ էլ պիտի ինչ-որ չափ ունենաս եւ իրականության զգացումը չկորցնես, պոպուլիզմն էլ չափ ունի, բայց կարծես այս մարդիկ այդ առումով էլ չեն հասկանում եւ զարմանալի է, որ կարծում են նման խոստումները կարող են ընկալելի լինել։ Ինչու եմ ասում սա։ Կարող են խոստալ, որ բոլորս բոյովանալու ենք, աչքերներս կապույտ են դառնալու, երջանիկ ենք լինելու եւ այլն, եւ աղքատությունը վերանալու է եւ այլն, բայց պետք է հասկանանք, որ պետք է լինի կոնկրետ իրատեսական ծրագրեր։ Եվ այս մարդիկ տարիներ են ունեցել այդ ծրագրերը իրականացնելու։ Այս անձի հայրն էլ եղել է կառավարության շատ որոշիչ պաշտոնակատար անձ եւ իրենք էլ ինքն էլ ներգրաված է եղել հեծում կառավարման մեջ, բայց այն նկարները, որ տեսանք քանդված զուգարանների աշխատողների համար տարիներով, կարծես թե ոնց որ մոռանում են, որ դա իրենց կառավարած հիմնարկի զուգարաններն են։ Այստեղ մեր խնդիրն է չշեղվել օրակարգից։ Մենք 2026 թվականին ոչ թե պիտի նոր գան խոստումներով, այլ մենք մեր կատարած աշխատանքով ենք ներկայանում։ Մեր կառավարության կարևորագույն հանձնառությունը դա խաղաղության օրակարգն էր եւ մեր ժողովրդի պահանջը հաստատել խաղաղություն իրականացրել ենք։ Հաջորդիվ մյուս
ծրագրերի մասով էլ ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, մանկապարտեզների շինարարություն, բժշկական կենտրոնների շինարարություն, առողջության ապահովագրություն, տնտեսական զարգացման ծրագրեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ պետք է նայել փաստ մեր երկիրը որտեղից ուր է հասել եւ նույն քայլերով առաջ է գնալու մեր իշխանության շնորհիվ եւ չգիտեմ ինչ որ մանկական երազանքներ, որ բոլորը երջանիկ են լինելու, երկնքից մանանա է թափվելու, ել երևի աշխատելու կարիք էլ չենք ունենալու, ինչպես ինքը չունի։ Հիմա Սամվել Կարապետյանն էլ ասում է գալու ենք, մեր ձևով հաղթելու ենք, անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանակային, ուժային բեսպրիդելը։ Այսինքն դուք դրական բաներ եք թվարկում այսպես հերթով, այս մարդն էլ ասում է, որ բեսպրիդելը բոլոր ոլորտներում Նարեկ Կարապետյանը խոսում է, որ տնտեսապես այս իշխանությունը, այս կառավարությունը այնքան տկար է, որ տնտեսությունը հասցրել եք ճգնաժամի, իրենք գալու են նաև ոտքի կանգնեցնեն։ Հիմա ինչպես պիտի հանրությունը հասկանա, որտեղ է խոստումը, որտեղ ճշմարտությունը, որտեղ է պոպուլիզմը, որտեղ իրականությունը։ Մի քիչ ուշացել են 2018 թվականին ոչ բռնի ուրեմն Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում բեսպրեդելը կանգնեցվել է։ Եվ այդ բեսպրեդելի մաս եղել են նաև իրենք եւ այն իշխանության ներկայացուցիչները, որոնք այսօր էլ իրար հետ սերտաճած են։ Երկրորդ նախագահը, երրորդ նախագահը եւ նրանց հարակից իշխանական ուժերը։ Հաջորդիվ այսօր Հայաստանում տնտեսական աճը, որ գրանցվում է ամեն տարի, առանձնանում է թե տարածաշրջանում եւ թե մեր երկրի համար այս անընդհատ աճը, որը տեսանելի է ամեն մեկիս կյանքում, ամեն մեկի կյանքում, չեն կարող այսպես չնկատել։ Այսօր մեր քաղաքացիները եւ ես խոսում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետեւ շատ մեծ է շփումները քաղաքացիների հետ։ Լինի դա գյուղական համայնքներում, մարզային մեր բնակչության Երևան քաղաքում մարդիկ իրենց վրա զգում են կառավարության ներդրումները, տնտեսական աճը, այո, մենք ուզում ենք շատ ավելի արագ վերափոխվի մեր երկիրը։ Եվ այս արագ վերափոխմանն էլ, եթե այս ուժերը ընդդիմախոս լինեն կառուցողական առումով, գուցե ավելի նպաստ են, բայց այս ուժերի նպատակն է մեր երկրի զարգացման ուղեցրից մեզ հանել, տանել լրիվ այլտեղ, որտեղից հազիվ ենք դուրս եկել, եւ սրան ժողովուրդը իր պատասխանը տվել է 2018-ին, 2021-ին եւ կտա 2026-ին։ Իսկ իրենց օգուտը դրանից ո՞րն է։ Շատ մեծ է օգուտը, կներեք։ Մենք տեսել ենք ինչպես են միլիարդատեր դարձել մարդիկ, ովքեր կարծեն բացի պետական պաշտոններից ուրիշ տեղ չեն աշխատել։ Սա է օգուտը իրենց։ Մեր երկրի ապագան դնել զոհասեղանին, մեր երկրի ռեսուրսները, մեր երկրի հանրային բարիքները դնել զոհասեղանին, սեփական իշխանությունը պահելու, սեփական հարստությունը դիզելու համար։ Եվ մենք սրա մեջ ապրել ենք 20 տարի շարունակ, մենք սրա մեջ ապրել ենք, տեսել ենք, ճաշակել ենք եւ մինչեւ այստեղ կուշտենք։ Եվ նաեւ քանի որ խաղաղության օրակարգից խոսեցիք Տիկին Ավանեսյան, օգոստոսի 8-ից հետո գիտենք, որ հստակ ուժեր կան, որ դիրքավորվել էին խաղաղության դեմ, այսպես պայքար էին մղում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի դեմ, հետո խոսում էին, որ դրանք պարզապես փաստաթղթի վրա էլ մնալու են, գետնի վրա իրականություն չեն դառնալու, հետո արդեն ղազախական եւ ռուսական ցորենի կարգը սկսեցին քննարկել եւ քննադատել, որ դե 4-րդ կարգի ցորեն եք բերում Ադրբեջանով, դա ում է պետք։ Հիմա ադրբեջանական նավթամթերքն է հայտնվել թիրախում եւ դա պարզվում է ոչ այնքան խաղաղության բաղադրիչ է, որքան ավելի շատ կախում Ադրբեջանից եւ նաեւ ուժեր կան, այդ թվում նաեւ Նարեկ Կարապետյանը ասում է, որ այդ կերպ նաեւ մենք ադրբեջանական բանակն ենք զինում, երբ Ադրբեջանից նավթամթերք ենք գնում։ Հիմա այս ուժերի ասածը ո՞րն է։ Հիմա սա խաղաղության բաղադրիչ է, թե ինչպես պնդում են, այսպես ասած, խորհրդարանական ընդդիմությունը, սա կախում է Ադրբեջանից եւ կամ Ադրբեջանի բանակը զինել է։ Գիտեք, այս մարդիկ մի օրակարգ ունեն։ Հայաստանի մասին գուժել ամենավատը, բայց դրանում պատասխանատվություն չկրել ոչ մի ասացի համար,
իրենց նպատակների համար Հայաստանի անկախությունը, ձեռք բերված խաղաղությունը, բարեկեցությունը զոհել միայն նորից եմ կրկնում սեփական օրակարգը առաջ տանելու համար, բայց այստեղ էլ ցավոք սրտի շատ հետ ընկած են օրակարգից, սա էլ է, շատ խղճուկ վիճակում է թողնում, տեսեք, ամեն հաջորդ քայլին իրենք կարծես արձագանքում են ինչ որ փոքր, ինչ որ անընդհատ չեղած թեմայից փորձել այսպես սոցիալական կայքերում ինչ որ մի բան ստեղծել 10 րոպե հետո դրա մասին մոռանալ եւ այսպես շարունակ ամենակարևորը որ Հայաստանը խաղաղության օրակարգով առաջ է գնում, մենք ամեն օր տեսնում ենք այս ընթացքի պտուղները եւ այո Հայաստանը պիտի ունենա դիվերսիֆիկացված տնտեսություն, Հայաստանը պիտի ունենա բաց ուրեմն հնարավորություններ տարածաշրջանում ունենալու առևտուր եւ Հայաստանը պիտի զարգանա, Հայաստանի ժողովուրդը պիտի բարեկեցիկ ապրի, իսկ իրենք, գիտեք, իրենք սիրում են, որ իրենք լավ ապրեն, իրենք ուրախանան, բայց Հայաստանը միշտ լինի տխրության, ողբի եւ այսպես ինչ ասեմ, սուտ հայրենասիրական ադատների մեջ, բայց իրենք կարծես թե դրան մեջ չեն տեղավորվում։ Ինձ համար, գիտեք, զարմանալին ինչ էր, որ այս ուժերը դեմ են նաև օրինակ զինծառայության ժամկետի կրճատմանը։ Ես ապշել էի, որ կարող է նման բանին դեմ լինեն քաղաքական ուժերը։ Բայց հետո հասկանում ես ինչու են դեմ։ Ախր իրենք բանակում չեն ծառայում, իրենց համար 5 տարի կլինի ծառայությունը թե ինչքան, դա իրենց չի վերաբերել տասնյակ տարիներով։ Ուրիշի երեխաներին էր վերաբերում ծառայությունը եւ դրա համար էլ այդքան անտարբեր են եւ այդքան չեն հասկանում, թե 2 տարուց 1.5 տարի անցումը զինվորական ծառայության ինչ մեծ ազդեցություն է ունենալու մեր տղաների հետագա ուսման ավելի հնարավորությունների եւ այլն եւ եթե մեր երկիրը այս տեմպով գնում է անվտանգային այլ ուրեմն միջոցառումներ իրականացնելով այս հնարավորությունը ինչքան կարևոր է մեր քաղաքացիների համար, ծնողների համար, մեր տղաների համար։ Տիկին Ավանեսյանը, այնուամենայնիվ խաղաղությունը եկել է թե դեռ ճանապարհին է, այսինքն դրա համար պիտի դեռ շատ աշխատանք անել, ջանք, այսպես ասած, չխնայել, որպեսզի խաղաղություն լինի։ Քանի որ հաճախ լսում ենք, որ խաղաղությունը արդեն եկել է, հիմա ուզում եմ հասկանալ, եկել է թե ճանապարհին է, որի համար մենք պիտի ջանք չխնայենք։ Այսօր մենք ունենք խաղաղություն։ Խաղաղությունը հաստատվել է։ Այո, այն փխրուն է եւ մենք պետք է շատ ուշադիր, հետեւողական քայլեր ձեռնարկենք, որպեսզի այն իր պտուղները ավելի ու ավելի տա։ Բայց գիտեք, խաղաղությունը միշտ է փխրուն։ Անկամ ամենալավ բարեկամների մեջ է խաղաղությունը փխրուն։ Եվ մենք տեսնում ենք, չէ՞, շատ երկրներ ինչպես են դարերով իրար կողք ապրելուց հետո էլ մի պահի դառնում թշնամիներ։ Այո, թշնամությունից հետո բարեկամություն, հարևանություն հիմնելը պահանջում է երկար տարիների աշխատանք։ Սա հեշտ գործընթաց չի, մենք բոլորս ենք սա հասկանում, բայց մենք նաև խաղաղության գինն ենք հասկանում։ Մենք հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում այլընտրանք չի կարող լինել եւ այս 30 տարվա զրկանքները, զոհողությունները եւ այս դժվար ու դաժան ճանապարհը, որ անցել ենք, մենք հաստատվել ենք դրա մեջ, որ խաղաղությունը այլընտրանք չունի եւ այո, այսօր հաստատված է խաղաղություն։ Եվ վերջին շրջանում ձեզ նաև տեսնում ենք տարբեր պատարակների ժամանակ, երբ որին մասնակցում է նաև վարչապետը, ընդհանուր առմամբ կասեք ինչու եք որոշել մասնակցել պատարակներին, արդյոք կիսում եք այն օրակարգը, որի մասին խոսում է վարչապետը եւ ոչ միայն վարչապետը, արդեն եկեղեցու ներսում է նման օրակարգ ձևավորվել, երբ 10 եպիսկոպոսները պահանջում են, որ ամենայն հայոց կաթողիկոսը գնա հանգստի։ Հիմա կասեք, թե ձեր մոտիվացիան որն է մասնակցելու պատարակներին։ Ասեմ, որ իհարկե նախ կիսում եմ այս օրակարգը եւ հաջորդիվ առաջին պատարակը, որ մասնակցել եմ, Տեր Արամի մատուցած պատարակներ եւ գնացել եմ հենց պաշտպանը կանգնելու Տեր Արամին, որովհետեւ նաեւ տեսել եմ, թե ինչպես է ծառայել իր հոտին, թե ինչպես է հոգացել համայնքի ամենատարբեր կարիքները,
տարբեր անձանց համար ջանք չի խնայել, որ աջակիցը լինի եւ չի կարող չգնալ եւ չկանգնել այդ օրը այնտեղ։ Սա իմ առաջին անգամ մասնակցելու այսպես մոտիվացիան է եղել եւ հետո էլ իհարկե հասկանալով, ընկալելով պահի լրջությունը, այո, պիտի մասնակիցը լինենք։ Գիտեք, պատարագից հետո շատ անգամ հրավիրում են գյուղի մեր հայրենակիցները իրենց տուն հանգստանալու, մի բաժակ սուրճ խմելու, եւ երբ որ շփվում ես, խոսում ես իրենց հետ, շատերի ասածը այն է, որ հանկարծ մեզ մենակ չթողնեք։ Հանկարծ, այ հենց այդ իմաստով, որ հանկարծ ցույց չտաք, որ պատմությունը հետ պտտվի եւ այդ գիտեք երբ որ մեր քաղաքացին նման պահանջ է դնում դու այլ կերպ չես կարող մոտենալ քանց ամենայն պատասխանատվությունը որ մեր երկրում ի վերջո բացի հանրային քաղաքական կյանքում այլ նաեւ մեր հոգեվոր կյանքում պիտի կեղծավորությունը տեղ չունենա։ Տիկին Ավանեսյան, բայց այնուամենայնիվ տարօրինակ չէ, որ այն բացահայտումները, որոնց մասին տևական ժամանակ է խոսվում է ընդհանուր վարչապետի մակարդակով նույն կաթողիկոսի զավակ ունենալու մասին, վերջերս ԱԱԾ-ն գաղտնազերծեց փաստաթուղթ, որը գալիս էր ապացուցելու, որ Եզրաս Ներսիսյանը, այո, հավաքը գրված է եղել ՊԱԿ-ի կողմից, ռուսական ԿԳԲ-ի կողմից եւ այսպես երկար տարիներ ծառայել է, բայց այսպես հանրության մոտ այդ շոկային տրամադրություններ չեղան, հանրության մոտ դա ոչ մի շոկ չառաջացրեց, այսինքն տպավորություն է, որ սովորական նորմալ ինչ-որ բանի մասին է խոսվում եւ սովորական բացահայտումներ են, դա նաեւ ինչով է պայմանավորված։ Նախ շոկային չէր, որովհետև ըստ էության կարծես թե բոլորը դրա մասին գիտեին եւ փաստաթղթի հրապարակումը հենց դրանով էլ երևի թե ավելի ընկալելի էր, որ այո, այդ մասին անընդհատ խոսվում էր։ Ինչպես նաև զավակի մասին այդ լուրերը, կարծես թե բոլորը դրա մասին գիտեն եւ էլի այստեղ էլ շատ տարօրինակ է, որ տարիներով բոլորը այո, իմացել են դրա մասին։ Հաջորդիվ այսօրվա սոցիալական ցանցերում սկանդալը տեղի է ունենում, եթե դրա տակ կա ֆինանսավորում։ Ուրեմն, եթե չկա ֆինանսավորում, որպիսի շատ այսպես միահամուռ գործող բազմաթիվ այսպես լրատվական ոչ միայն լրատվական, այլ նաև անհատական, ֆեյքային մի մեծ գործարան աշխատի եւ լուրը դառնա սկանդալ, եթե չկա տակը ցանկություն եւ ֆինանսավորում, չկա սկանդալ։ Դա լիներ մի, ինչ ասեմ, աննշան մի լուր, որի համար պետք էր այդ պայթեցնել սկանդալը, ես դες վստահեցնում եմ դրան կլծվեին բազմաթիվ ուժեր եւ կհասնեին նրան, որ գոնե 2 ժամ այդ թեման կլիներ համացանցում պտտվող ամենակարևոր լուրը։ Բայց գիտեք, սա էլ հանրության մեջ նաեւ բան է անում, կորցնում է իր ազդեցությունը։ Այդ երբ որ 10 րոպեն մեկ սկանդալ է պայթում, այսպես մարդիկ էլ սկսում են դրան վերաբերվել այնպես ինչպես պետք է վերաբերվեն։ Այսինքն մարդկանց համար ընդհանուր առմամբ ընկալելի է, շոկային չէ, որ կաթողիկոսը այո զավակ ունի, կաթողիկոսի եղբայրը կարող է պակ գործակալ լինել եւ որ այս օրակարգը այլընտրանք չունի, ինչպես ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ հանրությունն էլ է կիսում այդ մոտեցումը, որ Գարեգինբան պետք է հեռանա։ Ես կարծում եմ այո, որովհետեւ օրինակ ինձ համար անպատկերացնելի է, որ Վազգեն կաթողիկոսի ժամանակ ինքը դուրս գար մեքենայից թե Զվարթնոցից եւ ասեր՝ «Բա ժողովուրդը ուր է»։ Սա է պատկերը։ Բա ժողովուրդը ուր է։ Ժողովուրդը այս տարիներին իր վերաբերմունքը ցույց է տվել, հիմա էլ շատ ակնհատ ցույց է տալիս։ Եվ պիտի ճիշտ պահին գալես այդ ազդակներն էլ։ Սա շատ ցավալի գործընթաց է, շատ բարդ իսկապես բարդ ընթացք է եւ մենք հասկանում ենք, որ մեր որևէ մեկի համար հեշտ չէ այս ամեն ինչը, իսկապես հեշտ չէ եւ շատ ցավագին process է, երբ որ քո եկեղեցու առաջնորդի վերաբերյալ նման լուրերը պտտվում են, այլ ուրեմն անձանց վերաբերյալ հրապարակվում են նյութեր, որոնք որ ուղղակի, չգիտեմ, սարսափելի է թվում,
եւ ասում եմ, կեղծավորությունը, կեղծիքը, կանոնագրքի նկատմամբ նման կամահրական մոտեցումը չպիտի տեղ ունենա մեր երկրում։ Մենք դրա ռեսուրսը չունենք։ Բայց ամեն դեպքում դուք էլ արձանագրեցիք, որ կարծես թե Գարեգին կտրված է իրականությունից, այսինքն այնինչ կատարվում է այդ հանրային պահանջը, հոգևորականների կողմից պահանջը, անգամ վարչապետի կողմից այդ բարձրաձայնելը, որևէ բան չի փոխում իր մոտ։ Ինքը իր տեղում է եւ շարունակելու է մնալ։ Դե, գիտեք, այդպես կարող ես փակվել, կտրվել ինչ որ մի քանի հոգու շրջապատում եւ չհասկանալ, որ իրողությունները այլ են դրսում, բայց ինչքան, որն է դրա նպատակը։ Մեզ բոլորիս պետք է, որ գիտեք, շատ անցնցում, հանգիստ եւ իրավիճակը ընկալելով, նաեւ սրբազանների հետ այս ընթացքում խոսելով, լսելով նրանց պահանջը, պիտի հանգստի կոչվի։ Եվ սա է ճանապարհը։ Եվ փորձեմ ամփոփել Տիկին Ավանեսյան, քանի որ այս ընթացքում մի քանի անգամ խոսեցիք նաև այդ հիբրիդային պատերազմի, հիբրիդային հարձակումների մասին, ֆեյք լուրերի մասին, սկանդալի մասին, ինչպես պիտի հանրությունը նաև արդյոք պատրաստ է նախ այդ իմաստով, որովհետև մենք հասկանում ենք 2026 թվականի ընտրությունները որքան մոտենան, այդ հարձակումները ավելի սաստ կանալու են, եւ արդյոք նաև հանրության մոտ այդ ընկալումը կա, թե ինչ կարևորություն ունի 2026 թվականի ընտրությունները Հայաստանի համար եւ ինչի միջև պիտի ընտրի հանրությունը, այսինքն խաղաքարտերում կամ ծանրաձողին ինչ է լինելու։ Այդ ընկալումը կա։ Ես կարծում եմ, որ քանի գնա այնքան սաստանալու են այս երևույթները եւ գործիքներն են անընդհատ փոխվում, շատ արագ ճկուն մեխանիզմներ կան անընդհատ վերափոխելու, կարծես այդ դիմակները կեղծիք է, ապա տեղեկատվություն է, վտանգներ շնչող նյութ է, հույզեր առաջացնող նյութ է եւ մարդկանց նյարդերը անընդհատ աճողական լարելու մեխանիզմ է դրված։ Մեզ որպես պետական պաշտոնյաներ, որպես նաև այս բարեփոխման ընթացքում իհարկե մենք ակնկալում ենք, որ լինելու են ապատեղեկատվություն, լինելու են կեղծիքներ, լինելու են մարդկանց ակնկալիքների բարձրացում, որպիսի հետո լինի հիասթափություն։ Եվ սրան մենք անընդհատ պայքարի մեջ ենք, ամենակարևորը խոսելն է մեր հանրության հետ։ Ամենակարևորը տեղեկատվության առաջին, այսպես ձեռքից անընդհատ տրամադրելն է, եւ ես կարծում եմ մեր ժողովուրդը ունի իմաստություն, մենք 2021 թվով ենք անցել, մենք Լեռնային Ղարաբաղից տեղահանումների ժամանակ ահռելի մեծ էլի հիբրիդային պատերազմների ժնով ենք անցել եւ մեր ժողովրդի իր իմաստությունը, իր խոհեմությունը պահպանելով նաև այս ընթացքներով կարողացել է դուրս գալ ավելի անկախ պետություն ունենալով։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, կհանդիպենք։